EMS էսթետիկ և բժշկական կլինիկան վերաբացվում է։ Այն նոր խոսք է առողջության և գեղեցկության ապահովման միջամտություններում։ Կլինիկայի վերաբացումը մեկնարկում է տնօրհնեքի արարողությամբ և աղոթքով։ Օրնեսի և սրբեսի, հացս, զաղս, ջուրս, տունս և բնակիչս այս նշանավ։ Էսթետիկ կենտրոնում ավելացել են գեղեցկության ծառայությունները, բժշկական միջամտությունները և սարքավորումները, այցելուներին հնարավորություն տալով տեղում օգտվելու բավականին ընդգրկուն ցանկով ծառայություններից։ Էսթետ կոսմետոլոգ Էմսուհի Սարգսյանի հավաստմամբ կենտրոնի աշխատակազմը համալրվել է լիցենզավորված մասնագետներով, որոնք օգտագործում են որակյալ բուժանյութեր և կոսմետիկ միջոցներ, առանձնացված են նաև գեղեցկության ծառայությունների և բուժական միջամտությունների սենյակները։ Կատարում են այստեղ մազերի փոխպատվաստում, նաև ունենալու ենք մաշկաբանի ծառայություններ, որոնք տեղում հենց կատարելու են դերմատոսկոպիա, այսինքն հարկ չի լինի մեր բուժառուները գնան մայրաքաղաք, փորձում ենք ամեն ինչը բերել այստեղ իրանց կոմֆորտի համար։ Լինելու են տարբեր ոտնահարդարում, մատնահարդարում, պոդոլոգի ծառայություններ, կարծում եմ դրանք եւս շատ կարևոր խնամք են իրականում։ Այստեղ կատարվում են ոչ միայն տարատեսակ բժշկական պրոցեդուրաներ, նաև իրականացվում են դասընթացներ։ Այսինքն մեր բժշկական քոլեջի ուսանողները գալիս են այստեղ պրակտիկայի, բայց առանձին գալիս են նաև վերապատրաստումներ են անցնում, ունենք տարբեր ուսանողներ, տարբեր մասնագիտական խորացումներով այցելում են այստեղ։ Մենք ունենք նոր գործընկեր Dermedic ֆիրման, ինքը պաշտոնական բժշկական նյութեր են, պրոդուկտներ են, լիցենզավորված նյութեր են, այստեղ բոլորը սերտիֆիկացված սարքավորումներ են, մասնագետները բոլորը ունեն բարձրագույն բժշկական կրթություն, ինչը կարծում եմ շատ կարևոր է այս դեպքում։ Այստեղ կոնկրետ կաշխատի մեր դիմածնոտային վիրաբույժ բժիշկ Լուսինեն, որտեղ կկատարի ներարկումներ, ուրվագծային պլաստիկա, բոտուլինոթերապիա, նաև թելերով ձգում, լիֆթինգ էֆեկտ ապահովելու համար։ Կողքի սենյակում կա հենց խնամքը տրավմատիկ և ատրավմատիկ եղանակներով, աշխատում ենք բարձրորակ նյութերով։ Կենտրոնում իրականացնում են մազերի փոխպատվաստում, ինչպես գլխամաշկի, այնպես էլ հոնքերի մազերի փոխպատվաստում։ Պահանջարկը գնալով ավելի մեծանում է, լուծում ենք տարբեր էսթետիկ խնդիրներ, սիրով կսպասենք բոլորիդ մեր նորաբաց կենտրոնում։ Սրահում կատարելու եմ հոնքերի փոշեդրման ծառայություն, թաթիչների և հոնքերի լամինացիա։ Այս պրոցեդուրան համարվում է առաջատարներից, քանի որ նորույթ է, այն համարվում տատուաժից հետո հիմնականում բնական պրոցեդուրա է այն, շատ գեղեցիկ է, շատ նուրբ է։ Խիստ ուշադրություն և վերահսկողություն կա տարածքի սանիտարահիգիենիկ վիճակի պահպանմանը, գործիքների և բժշկական պարագաների ախտահանման առանձին սենյակ ունեն, ընդգծում է կլինիկայի տնօրենը։ Մեր ստերիլիզացիոն սենյակը հագեցվածությունը լրիվ համատեղելի է նախարարության պահանջներին։ Այստեղ գործիքները, օգտագործված գործիքները ախտահանում ենք, ստերիլիզացնում ենք, այսինքն մեր հաճախորդները գալով այստեղ լիարժեք ապահովված են բոլոր տեսակի ինֆեկցիաներից։ Էսթետիկ և բժշկական միջամտությունները նախատեսված են ինչպես կանանց և տղամարդկանց, այնպես էլ երեխաների համար։ Կլինիկայի վերաբացման արարողությանը մասնակցող այցելուները կարևորում են գեղեցկության ծառայությունները նոր մակարդակի հասցրած նման հաստատության գործունեությունը համայնքում։ Իհարկե կարևոր է լինել խնամված և գեղեցիկ։ Յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է լինել այդպիսին, և երբ կան այսպիսի կենտրոններ, շատ լավ է, որովհետև կարող են գալ և ուղղակի գեղեցկանալ։ Ես շատ ուրախ եմ, որ մեր Գավառ քաղաքում բացվել է նման կենտրոն, որը որ կնպաստի մեր կանայք աղջիկների գեղեցկացմանը, շատ ուրախ եմ մեր բժշկու համար եւ շատ ուրախ եմ, որ նման նախաձեռնությամբ է հանդես գալիս Գավառ քաղաքում։ Միանշանակ Գավառում նման կենտրոնի վերաբացումը շատ կարևոր է, քանի որ հիմնականում խնդիրների դեպքում գնում են Երևան, իսկ այս դեպքում արդեն համայնքում ապրող բնակիչների կյանքը ել ավելի է հեշտանալու։ Գեղեցկության առումով ինքը կենտրոնը եզակի է Գավառում, ինչը մեր առավելությունն է, այսպես ասած, կենտրոնը տարբերվում է իր մոտեցմամբ։
Կլինիկայի հիմնադիրների պատասխանատվության զգացումն արտահայտված է յուրաքանչյուր սենյակում եւ յուրաքանչյուր մանրուքի մեջ, իսկ վերաբացման տոնական հատվածն առանձնանում է գեղագիտական լուծումներով։ Պաշտոնական արարողություններին հաջորդում են առավել անմիջական շփումներն ու շնորհավորանքները։